Մայր-բուհի տարբեր տարիների շրջանավարտները հարազատ կրթօջախում, բանախոսություններ, պանելային քննարկումներ։ Երևանի պետական համալսարանի շրջանավարտների ֆորումի օրակարգը հագեցած է։ Հանդիպման նպատակն է ստեղծել երկխոսության եւ գործակցության հարթակ մայր-բուհն ավարտածների համար։ Այս օրերին նախատեսված տարաբնույթ թեմատիկ քննարկումները դառնալու են նաև հետաքրքիր գաղափարների ու ծրագրերի համար հիմք եւ հարթակ։ Եվ վստահ եմ, որ սա պիտի ունենա շարունակություն, պետք է դառնա պարբերական եւ այդ իմաստով պետք է նաև նշեմ, որ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը լինելու է բոլոր նմանատիպ նախաձեռնությունների կողքին, խրախուսելու, աջակցելու, առաջ տանելու եւ վստահ եմ, որ սրա արդյունքում տեսնելու ենք նաև որակական կարևոր փոփոխություններ։ Մասնակիցները վերհիշում են անցյալը, քննարկումներ կան, պլանավորում ապագան։ Բուհի շրջանավարտները, պրոֆեսորադասախոսական կազմն ու պետական պաշտոնյաները մտքեր են փոխանակում 21-րդ դարի բարձրագույն կրթության խնդիրների շուրջ, ներկայացնում իրենց մասնագիտական փորձն ու ձեռքբերումները։ Երևանի պետական համալսարանը, որպես Հայաստանի մայր-բուհ, տարիներ շարունակ եղել է մնում է մեր գիտական ու մտավոր ներուժի առանցքային հենասյուներից մեկը։ Այստեղ ձևավորվում են ինչպես բազմաթիվ մասնագետներ, այնպես էլ ակտիվ ու պատասխանատու անհատներ, ովքեր հաճախ առաջնորդում են մեր պետության զարգացումը։ Պանելային քննարկումների թեմաները բազմազան են՝ տնտեսությունից մինչև տիեզերք, նոր տեխնոլոգիաներից մինչև մշակույթ։ Միջոցառման մասնակիցների ուշադրության կենտրոնում են նաև համաշխարհային մարտահրավերներն ու ապագայի հնարավորությունները։ Սա ոչ միայն ճանաչողական տարածք է, այլև մի հարթակ, որտեղ միավորվում են տարբեր սերունդների փորձը, մասնագիտական ներուժը եւ համատեղ արժեքները, ապագային ուղղված համարձակ հարցադրումներ ձևակերպելու եւ պատասխաններ սահմանելու համար։ Մայր-բուհի շրջանավարտներին համախմբելու նախաձեռնությունը ոչ միայն նոր գաղափարներ իրագործելու, այլև ռազմավարական քայլ է, ասում է Երևանի պետական համալսարանի հոգեբարձուների խորհրդի նախագահը։ Մենք չենք ուզում ԵՊՍ շրջանավարտը լինի միայն կենսագրական փաստ, մենք ցանկանում ենք, որ այն դառնա ակտիվ դեր, մասնակցություն ու ներգրավվածություն, որ այն դառնա վերադառնալու, ներդրումներ անելու, սովորեցնելու, սովորելու, համարձակ գաղափարներ կյանքի կոչելու հարթակ։ Իսկ այս միջոցառումը ազդակ, որ Երևանի պետական համալսարանը պատրաստ է լսելու, փոխվելու, վերաիմաստավորվելու։ Ֆորումը կամփոփվի ոլորտային քննարկումների արդյունքների արձանագրմամբ եւ Երևանի պետական համալսարանի շրջանավարտներին գերազանցության մրցանակների շնորհմամբ։ Արամ Մարանդյան, Շիրեր Հաբետյան, լուրեր։